Խոսենք հետևանքների մասին։ Վստահ եմ կան երևի նշաններ կամ դրսևորումներ, որոնք ինչ որ կերպ կհուշեն, որ կա խնդիր եւ պետք չէ այն անտեսել։ Իհարկե կանանց հիվանդություններին բնորոշ է մեկ բան, որը որ բնորոշ է նաև այս դեպքում արգանդի միոմայի շատ երկար ժամանակ կարող է առանց որևէ գանգատների կնոջ մոտ միոման մեծանալ, հա? Այսինքն կարող են լինել ինչ որ պարբերաբար դաշտանային ցիկլի խանգարումներ, կինը դրան ուշադրություն չդարձնի, դե մտածի մի օր մրսեց, մի օր ստրես էր եւ այլն կամ իրեն այդպես հուշեն, եւ ժամանակի ընթացքում քանի գնա միոման ավելի մեծանա, հա? Դրա համար այստեղ շատ կարեւոր են այն ինչի մասին խոսում ենք պրոֆիլակտիկ զննումները տարեկան 2 անգամ։ Հիմա եթե խոսում ենք այն միոմաների մասին, որոնք արդեն տալիս են կլինիկական նշաններ, այստեղ պետք է իհարկե տարբերակենք միոմաների այն չափերը, որոնք որ կոնսերվատիվ բուժման են ենթարկա եւ որոնք որ վիրահատական, որտեղ նրանց կլինիկական նշանները տարբեր են։ Եթե մենք ունենք արգանդի մեծացում մինչեւ 12 շաբաթական հղիության չափով, կամ արկա միոմատոզ հանգույց, որը 6 եւ ավել սանտիմետր է, մենք դա համարում ենք արդեն վիրահատական միոմա, որը որ իր կլինիկական նշաններով բավականին ակտիվ է։ Դա կլինեն առատ արյունահոսությունները, կլինի ճնշումը հարակից օրգանների վրա,